Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Խաչատրյան, ինձ հետաքրքրում է բանակում ծառայությունը կրճատելու այդ նախագիծը, ձեր կարծիք, երկու անգամ արդեն նախաձեռնություն եղել է եւ փաստորեն հնարավոր է եղել խուսափել դրանից։ Հիմա այս երրորդ նախաձեռնությունը ձեր կարծիքով։ Դուք նկատի ունեք մեկ ամիս ծառայելու դիմաց։ Այո, ես նկատի ունեմ ձեր կարծիքով այդ նախագիծը եթե ընդունվի ինչ հետևանքներ կունենա եւ երկրորդը հնարավոր է այս անգամ էլ, քանի որ երեք նաեւ իշխող խմբակցությունում քննարկում է եղել, կարծես թե այնտեղ էլ բոլորը չէ որ համաձայն են, հնարավոր կլինի խուսափել այս նախագծից։ Կարծում եմ երկրորդ մասին, երևի երկրորդ հարցի հասցեատերը ինձ հաջորդելու է, իրան պետք է ուղեք, իրանց ներսում ինչ խմորումներ են տեղի ունենում, չգիտեմ, օրենսդրական նախաձեռնության հեղինակն էլ մի 20 մետր հեռավորության վրա նստած։ Սա խայտառակ նախաձեռնություն է, մի ամսվա ընթացքում զինվոր չեն դառնում, մանավանդ այս պայմաններում եւ զինվորի մասնագիտությունը ֆիզիկական եւ մասնագիտական մեծ պատրաստվածություն է նախատեսում, չի մի ամս ծառայելով զինվոր չեն դառնում, դա ուղղակի նշանակում է փողը տալ, բանակ չգնալ։ Եվ ինչով են հիմնավորում, դե կոռուպցիա կա, կաշառքով են ազատվում, հիմա սենց գոնի օրինական կվճարեն, դրանք ովքեր ծառայում են, ավելի շատ փող կստանան։ Այսինքն ընդունում են, որ իրենց իշխանավորման 8-րդ տարվա ընթացքում չեն կարողացել համակարգային կոռուպցիան արմատախիլ անել։ Չնայած դեռևս 2018 թվականի օգոստոսի 17-ին 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հանրապետության հրապարակից հայտարարում էր, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա։ Իսկ սա ինչ է նշանակում այս օրենքը, նշանակում է, որ ով որ փող չունի, ստիպված պիտի լինի գնա ծառայելու, իսկ ով որ փող ունի, կյանք կվայելի։ Ստեղծում են բանվորագյուղացիական կարմիր բանակ, որը վերջը տապալեց բուրժուազիային։ Այնպես որ բանվորագյուղացիական կարմիր բանակը եւ ընդհանրապես իրենց վարած սոցիալական քաղաքականությունը, տնտեսական քաղաքականությունը սոցիալական բունտ կառաջացնի, որոնք իրենք չեն կարողանա սանձել։ Նույն հարկային քաղաքականությունը նայեք։ Նույն վերահսկողական կամ ավելի շուտ ինստիտուցիոնալ քաղաքականությունը, որոնք ամբողջովին ի նպաստ խոշոր բիզնեսի են, կարգավորման քաղաքականություն էին նկատում։ Այս ամեն ինչը բերելու է նրան, որ Հայաստանում հարուստների եւ աղքատների միջև անդունդը թե լայնանալու է, թե խորանալու է։ Իսկ մարդկության փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ կա անդունդ, անցում չեն կատարում։ Վերջին հարցը Նյուզերում խնդրեմ։ Պարոն Խաչատրյան, վերադառնալով էլի Նիկոլ Փաշինյանի գրառումներին, եկեղեցու հանդեպ Հայաստանի իշխանության վերաբերմունքը եւ քննադատությունը նոր չէ։ Փաշինյանը բազմաթիվ անգամ տարբեր առիթներով քննադատել է, դուք եւս հիշեցրեցիք։ Հիմա բոլորիս, այսպես ուշադրության կենտրոնում հայտնվել են այս գրառումները այն պատճառով, որ բառամթերքի այլ որակ կա։ Ինչով է պայմանավորված, որ Փաշինյանը անցել է հենց այս բառամթերքին։ Հիմա որովհետև բառամթերքից ենք մենք բոլորս պես շոկի ենթարկվել։ Գիտեք, մարդը երբ է ջղաձգվում, սկսում գոռգոռալ, հայհոյել, հանդարտ վիճակում, հանդարտ խոսում են, հիմա մենք ստեղ հանդարտ իրար հետ խոսում ենք։ Հարցեր կան, որոնք կարող են ինձ դուր գան, հարցեր կան, որոնք ինձ կարող է դուր չգան, բայց պատասխաններ կան, որոնք կարող է ձեզ դուր գան, որոնք կարող է ձեզ դուր չգան, բայց հանդարտ խոսակցություն է։ Ջղաձգվում, ղժղժում, գոռգոռում, հայհոյում է անվստահ մարդը։ Փորձելով իր ղժղժոցով, հայհոյանքներով իր անվստահությունը քողարկել եւ ուժեղ տղա երևալ։ Իրենք հասկանում են, թե ինչ վիճակի են հասցրել երկիրը։ Իրանք վերջը հասկանում են, չէ՞ որ խոզնավարում ադրբեջանցիներն են կրակել, այլ ոչ թե հանգուցյալ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։ Եվ այս ճղճղոցով փորձում են շեղել մարդկանց ուշադրությունը այս խնդիրներից։
Մարկո Ռուբիոյի հայտարարությունը պատահական չէր, չէ՞։ Իսկ իրանք ինչ են անում կանխելու Ադրբեջանի հնարավոր ներխուժումը։ Բանակից հարուստներին ազատում են, փախցնում են, հա։ Եվ ահա պարզ է, որ այս իրավիճակում իրանք սկսում են ջղաձգվել։ Վերջին սոցիալական հարցումների պատասխանները Gallup-ի պատմական մինիմումի վրա է գտնվում իրենց հեղինակությունը։ Եվ այս ամեն ինչը բերում է նրան, որ նաև ցնցվում են։ Եվ այս ցնցումները վերածվում են ուղղակի խուլիգանական դրսևորումների։ Շնորհակալություն։